Starlink-ը վերջապես Հայաստանում է։ Ուրբաթ առավոտից լրատվադաշտը հեղեղվել է այս լուրով։ Իսկ իրականում Starlink-ը հասանելի է ամբողջ աշխարհում, ինչպես որ ձեր բջջային օպերատորը, եւ աշխատում է նույն տրամաբանությամբ։ Եթե օրինակային ակտիվացրել եք ենթադրենք Վրաստանում, ապա Հայաստանում գործածում եք ռոմինգով։ Այս տարբերակով կապը Հայաստանում աշխատել է բավականին լավ որակով։ Օգտվողներ իհարկե եղել են։ Լիցենզավորումից հետո խոստանում են ավելի մատչելի սակագին։ Starlink-ը առաջի հերթին կարող եք դիտարկվել որպես լավ այլընտրանքային կապուղի։ Այսինքն ենթադրենք դուք ունեք բիզնես, որին պետք է պարտադիր, որ միշտ ինտերնետ ունենա անկախ նրանից Վրաստանում ինչ է լինում կաբելների հետ, կարող եք ձեռք բերել Starlink եւ որպես երկրորդ այլընտրանքային կապի են ունենալ։ Starlink-ն աշխատում է օդային կապուղով, այսինքն wireless պրոտոկոլ է, եւ այնքան էլ հուսալի չէ, որքան օպտիկամալուխային կապուղիները, բայց ունի մեկ առավելություն։ Եթե ինչ-որ հատվածում վնասվի մալուխով փոխանցվող ինտերնետը, ապա Starlink-ը կդառնա հրաշալի այլընտրանք։ Իր լավ կիրառությունը կարող է դրսևորել օրինակ մարզերում, կենտրոնական, այսինքն լավ կապուղիների զուտ տարածքներում, այսինքն մարդիկ ովքեր որոշում են, որ ուզում են գնան գյուղում աշխատեն remote, freelance գործ անեն եւ դա չէին անում, որովհետեւ լավ ինտերնետ կապ չկար, որ տունը կարող էին կիրառել, այդպիսի մարդկանց համար սա կարող է շատ լավ տարբերակ լինել։ Starlink-ի հետ կապված գլխավոր հարցը. ինչու են որոշ մասնագետներ այն համարում ամենաանհուսալի ու քաղաքականացված կապը։ Հարցի պատասխանը շատ պարզ է։ Ամեն բան SpaceX ընկերության հիմնադրի, Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկի հայեցողության տակ է։ Կուզի կանջատի, ուզի կմիացնի։ Starlink-ի սեփականատերը արդեն ցուցադրել է, որ ինչ որ դեպքերում կարող է իր չարը գործադրել եւ քաղաքական նպատակներով խառնվել Starlink-ի մատակարարմանը, այդպես մասնավորապես եղել է, երբ ուկրաինացիները հակահարձակման գործողություն էին ծրագրում անցած տարի եւ ուզում էին նաեւ Ղրիմի վրա հարձակում կազմակերպեին եւ տեղեկատվություն կա, որ Իլոն Մասկը կանխել է դա եւ հրահանգել է, որպեսզի Starlink-ը այդ տարածքներում խլացվի։ Այսինքն ստացվում է այլընտրանքային այս կապը չունի որևէ վերահսկողություն եւ ամբողջությամբ կառավարում է մեկ մարդ։ Իսկ ինչ վերաբերում է պետական բարձր ամբիոններից հնչող հայտարարություններին, թե Starlink-ը վերջապես բերեցին Հայաստան, ապա հարկ է նշել, որ Starlink-ը SpaceX ընկերության արբանյակային ինտերնետի նախագիծը նպատակ ունի գլոբալ լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել։ Նրանց ռազմավարությունը ներառում է արբանյակների համաշխարհային ցանցի ստեղծում ինտերնետ ծառայություններ մատուցելու համար։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։